Բարի լույս սիրելի հետևորդներս, ինչպե՞ս եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ինձ գրած գրառումներով հասկանում եմ, որ դուք շատ լավ եք, ձեզ ցանկանում եմ բարի խաղաղօր, ում ծննդյան օրն է այսօր, թող շնորհավոր լինի, առողջ լինեն ամենակարևորը և սիրելիներս, ես էլ պատրաստվել եմ, որ գնամ աշխատանքի, կոֆես դրեցի, Այսա, արդեն ձայնը լսվում է, որ շուտով պատրաստ կլինի, խմեմ ու գնամ։ Ձեզ մաղթում եմ նաև աշխատանքային լավ օր։ Աշխատանքում էլ պետք է լավ տրամադրություն ունենաս, լավ կոլեկտիվ, լավ ընկերական շրջապատ։ Կոֆես լինի, վերցնեմ գնամ։ Նայեցի։ Քեզ շրջապատող միջավայրը պետք է լինի լավ, դրական, աշխատավայրում էլ պետք է ունենաս ջերմ ընկերական կոլեկտիվ, որ լավ անցնի օրդ, չձանձրանաս, մարդկային փոխհարաբերությունները կարևոր են սիրելի հետևորդներս, մարդ մնալը դա մեծ արժեք է, կապ չունի մեկը մի քիչ շատ գումար ունի, մեկը մի քիչ ունի, կարևորը մարդկային որակներ ունենա մարդ, տեղ չեմ տալի նման բաներին, սիրում եմ ընկերական լինել, շփվել մարդկանց հետ, ինչով կկարողանամ կօգնեմ, ինչով չեմ կարողանա, չեմ էլ խանգարի, այդպես է։ Այդպես է կյանքը սիրելի հետևորդներս, օրերը թռնում են, ապրեք ձեր կյանքը ուրախ, երջանիկ, այնքան ուրախ եմ, որ իմ հետևորդները հենց դուք եք, որովհետև գնահատում եք իմ աշխատանքը, իր թերություններով, առավելություններով, բոլոր մարդիկ է թերություններ ունեն։ Ես նորից եմ ասում, իդեալական ոչ ոք չկա, միայն Աստված է անթերի, որը անթերի եմ կատարում, որը թերություններով, ինչ շատ եք գրում, ուղում եք, խորհուրդներ եք տալիս, ընդունում եմ, իհարկե անելուց հետո էլ չի լինի ուղել, օրինակ կարտոֆիլը ցանելուց շատ գրեցիք, որ մոտիկ ցանեցիր, 2 հատ դներ, շնորհակալություն այդ խորհուրդների համար, բայց արդեն ցանել եմ, սպասենք արդյունքներին, տեսնենք ինչ կլինի։ Նաև մի բան էլ եմ ասում, որ սիրելի հետևորդներս ինձ, եթե ուզում եք ինչ-որ գրառումներ գրել, անհարմար է YouTube-յան ալիքով գրել, Facebook-ով ինձ գտեք, Նազելի Նազե նույն անվանումն է և Messenger-ով գրեք։ Շատ մարդկանց եմ այդպես հանդիպել, շփվում եմ, ուրախ եմ, որ նման լավ մարդիկ կան, եթե ուզում եք ինձ գտնել, գրել, նորից եմ հիշեցնում, Facebook-ով Նազելի Նազ, նույն անվանումն է, ինչ որ YouTube-յան ալիքիս անվանումը։ Նորից տեսնում եք մշնաբույն են վերցել երեխաները, շատ են սիրում, վերցրել են, մի օր ժամանակ չի լինում, սիրելի հետևորդներս, որ թխեմ պատրաստեմ, շատ համով եմ թխում, սարքում, աշխատատար է, իհարկե բոլոր գործերն էլ ժամանակ են պահանջում, մի օր կարելի է, եթե ժամանակս ների, քանի մերիս այստեղ եմ, թխեմ, թող պատրաստեմ, թող ուտեմ։ Ինչ եղանակ է լինի, մենք հնազանդվող ենք, հնազանդվում ենք եղանակի օրենքներին անձրև է, մնում ենք տանը, տան գործեր, նույնիսկ եթե անձրև է, դաշտել ենք գնում։ Ոյ, անպած է եղանակը։ Մանդակի չգնացի է, մանդակի, այնց էլ ուրախ նայում եմ միտս ընկնում է, ջղայնությունս գալիս է, չեմ կարողանում գնալ, մեքենա է հարկավոր, որ գնանք տեսնեմ բարեկամներիցս ով կգա, Արտաշատից շատ են գալիս բարեկամներս, հետները գնում եմ որպես ուղեկցորդուհի,
կգնանք կհավաքենք շուտով զատիկն է։ Չնայած մանդակը սիբեխի պես չի, որ լինում ու դախանում է, ավելի բարձրանում է, ձների մոտից կհավաքեմ, բերեմ, որ դնեմ սառցախցիկ, սառցախցիկում դնում եմ մանդակ։ Եթե այսօր շատ անձրևային չլինի, կարելի է թիմ հավաքել, այն հատուկ գնալ սիբեղ հավաքելու, այն հողամասի վերևի արտից, համով սիբեխա բերեմ, դնեմ սառցախցիկը։ Ինչու, ուտում ենք, մարդկանց լավություն եմ անում, մեզ համար կարող է խոսքի, մեզ համար կարող է սովորական թվալ, բայց մարդիկ կան, որ շատ են սիրում, տեղ գնալուց հետո ստանում եմ ու շատ ուրախանում են, չգիտեմ, կարելի է տեսնենք սիրելի հետևորդներս, նորից եմ ասում ձեզ բարի ու խաղաղ, սիրելի հետևորդներս, առողջ եղեք, լավ եղեք, ձեր գարունները գան ու չգնան, նաև ում ծննդյան օրն է այսօր, շնորհավորում եմ նրանց, թող առողջ լինեն, կատարվեն նրանց բոլոր երազանքները, ես էլ հլնեմ, պատրաստվեմ, գնամ։ Սիրելի հետևորդներ, ես եկա այն տարածքը, որտեղից միշտ ես ամեն տարի տորոնը հավաքում եմ, ահա, լիքնա, սա կանաչ տորոնն է, տեսնում եք, ինչ հավեսին է, շատ հրաշք բույս է, բնական գունաներկ է, տորոնի արմատներով մենք ներկում ենք մեր զատկական ձուն, զատիկի ձուն, ստանում ենք բնական կարմիր երանգ։ Ամեն տարի ես գալիս եմ այստեղից եմ հավաքում տորոնի արմատները, սա կանաչ տեսակն է, հաճախ եք ինձ գրում, հարցնում, Նազո ջան, մի հատ կանաչ ժամանակ ցույց կտաս տորոնը, ես էլ ահա ցույց եմ տալիս, ինքը երկարում է, վերջում էլ խաղողի պես փոքրիկ պտուղներ է տալիս, այդ պտուղներն էլ են օգտագործում բուժիչ նպատակով, տորոնի արմատները նաև օգտագործում են բուժիչ նպատակով, ելի հետևորդներս, շատ օգտակար է միզուղիների բորբոքվածության համար, հետևորդուհու խնդրանքով ես պետք է մի քիչ շատ տորոնի արմատներ հանեմ, սիրելի հետևորդներս, որ ուղարկեմ իրեն, մեր մարզիչ չի, ինքը Մասիս քաղաքում է ապրում, խնդրել է և ես էլ նրա խնդրանքը չեմ մերժի, հիմա այստեղից ես կփորեմ, իհարկե մի քիչ եղինջներ էլ կան, կարող եմ մատերս ծակծկել, բայց պետք է փորեմ, ինչ հրաշք հիանալի վայրում է աճում, քարանձավների քարերի մեջ է աճում, այստեղ տաք է, նպաստավոր է, այն հողամասի հատվածներից ես չքաղեցի, բարակ էին, իսկ այստեղ արմատները գերազանց վիճակում են, համենայն դեպս ես կփորձեմ պարզ նկարել, հնարավորինս չափով, մի քիչ տեղը անհարմար է, դե տեսնում եք ինչ տեղերում է ու ես էլ պատրաստված չեմ, հողամասից հենց գալուց եմ եկել, սա չորն է, մի քիչ չորես լավա կտորներ կան, այս կտորներով մաքրեմ տարածքը ու տեսեք, սա կանաչն է, կանաչ ժամանակ չենք օգտագործում, սա պիտանի չի, փորում ենք, շատ խորն են տորոնի արմատները, դանակս էլ հարմար չի,
Դանակը շատ անհարմար է, սիրելի հետևորդներս։ Հա, պետք է քանդես։ Չի լինում։ Այստեղ պատրաստված պետք է գանք։ Տեսեք, հեսա դուրս են գալիս։ Ահա, սկսեցին արդեն լավ դուրս գալ։ Տեսեք ինչ արմատներ են դուրս գալիս։ Լավ ուրախաց։ Լավ, արդեն արմատները դուրս են գալիս։ Փափուկ որ եղավ, լավ է կլինի։ Այս մասը փափուկ է, խորն են տորոնի արմատները։ Ահա։ Մի փոքր տեղից ինչքան արմատ կհանեմ։ Բնական գունաներ կնե, ձուն երկելու։ Ես որ տանից գալիս եմ, նախապատրաստված մեծ դանակ եմ բերում։ Ինքը արդեն կսկսի հավեսին դուրս գալ։ Նայեք, հաստ։ Մի փոքր փոս ես անում ու քանդում ես։ Ահա։ Այն մասը ինչքան խորը փորես, էլի իր արմատներին հանդիպելու ես։ Ովքեր չգիտեն, իմացեք, որ այս հրաշք բույսով դուք կարող եք զատիկի ձուն ներկել։ Քան խորն են, կտրվում է։ Մի չխկլիկ դանակով նայեք, տեսեք, չէ, լավն է։ Հələ ստեղ ինչքան խորը, այնքան շատ է։ Հələ այս արմատը
Մի հագին կհանեմ։ Նաև վաճառում են, ես տեսել եմ, որ Երևանում վաճառում են։ Չի կտրվում։ Քանդում ես ու քանդում, փափուկ հողաս, դե լավ էլ կա։ Մի հատ ոսկի ճարայի մեթային տուն։ Այստեղ հեսա կա։ Տեսեք հեսա։ Այս սրանք էլ են, հեսա սրանց արմատներն է կհլնի, նազոն կքանդի ու կգնա, ահա, բնությունը իշքան բան է, չէ մեզ տալիս, իշքան առատաձեռնը բնական գունաներկել ունենք, նենց է լավ հողա, իսկական ծաղիկների հող, նայեք ինչ արմատ, սա տորոն չէ, նայեք, տորոնի հաստարմատ, ահա, սա եղեգ է, մի փոքր փոսից, իշքան խորը քանդում ես, ենքան կա հեսա, ես կտորներն էլ եմ վերցնում, չի խանգարի ներկելու համար, ահա, ինչի քիմիական գույներով ներկենք, բնական է, եթե կա, չէ, տորոնի արմատ չի, չէ, տորոն չի սա է տորոնը, հազար տեսակի բույսեր կան, այստեղ եղեգա, հողն է լծվեց աշկս արդեն, կարևորը սիրելի հետևորդներ, որ բույսը ճանաչեք, կանաչը տեսնում եք, ուրեմն իմացեք, որ քանդեք շատ խորը, իր արմատները կհլնեն և դուք էլ կօգտագործեք, այլ ես կոմից եմ սենց տանում, հեսեն, հետաքրքիր կտրվում է, նայեք ինչ հաստն է, հիմա մարդիկ տարբեր գույներով են ներկում ձուն, բայց իսկականը կարմիրն է, կարմիր գույնն է, սոխի կեղևով այն գեղեցկությունը չի ստացում, ինչ ես բանը, իշքան փորեցի, իշքան հանեցի, այսքան հանել եմ արդեն, մի փոքր տեղից, բայց այս հենց ամբողջը տորոն է, տեսեք, կանաչ տորոնը, ես էլ խորացել եմ այս փոսի վրա,
դանակս չկոտրվի։ Տեսեք հեսա, իշքան կոնդում ես ենքան կա։ Ատել ես կոմպի վրա մեր։ Նայեք ես ինչ մեծ արմատներ են, հաստ։ Մենակ օծ չլինի քարի տակերը, մնացածը հեչ, քանդելուց չենք հոգնի, հեսա կտրեցի մի փոքր, ինքը հեշտ փոկվում է, դուրս է գալիս, միայն փորել, այսի հեսա հաստա, նորից հեսա մի հատ հաստա, քանդեցի, Հեսա ինձանից ենքան տորոնի արմատներ կուզեն, բայց ես չեմ կարող բոլորին էլ տալ, ես միայն կարող եմ ցուցադրել, որ դուք էլ տեսնեք, ճանաչեք բույսը ու հավաքեք, ձեր զատիկի ձուն ներկեք, հես են նայեք այստեղ, Իշքան խորն են, խորը, հա քանդում եմ, հակա, այսքան էլի հավաքեցի, Հեսա այսի, չէ այսի բույսի արմոտնա, հեսա, ոյ առանց քաշել դուրս եկավ, ահա, նորից արմատ, ահա, ոյ, ահա, Ահա, քաշեցի էլի, ահա, հլնայեք եսի մոտիկես ցույց տամ, սիրելի հետևորդներս, ահա, քաշում ենք ու այսպես արմատները գալիս են, Տեսնում եք, չէ՞ մի փոքր փոսից դեռ էլի կա, ահա, խորը հասանք քարոլորտ, հողի շերտերն են, չէ՞, դանակը սուր, այսա, ահա, ես իմ քանի մետր արմատները կարող են իշնել հողի մեջ խրված լինել, տեսեք, մի փոքր փոսից իշքան եմ քաշում, մի փոքր փոսից իշքան եմ քաշում, ահա, լիքնը,
ինչքան խորանում ես, այնքան ավելի շատ է, ավելի լավն է։ Ահա։ Այս լավերը։ Այ հոգնեցի հանելով, այսքան չեմ հանում, ես էլ չգիտեմ։ Այ հոգնեցի արդեն, տեսեք մի փոքր փոսից ինչքան արմատ հանեցի սիրելի հետևորդներս, ահա, դեռ էլի կա ու կա, տեսեք ես արմատները, քանդում ենք, ահա, Էսա։ Եվ վերցնում եմ իմ տոպրակը, որը բավականին տորոնի արմատներ եմ, տոպրակիս մեջ արդեն բավական շատ տորոնի արմատներ հավաքեցի մի փոքր փոսից, պատկերացնում եք ինչքան տորոն կա այստեղ, սիրելի հետևորդներս նորից մոտիկից ցույց եմ տալիս այս բույսը, ճանաչեք և դուք էլ հավաքեք, շատ խորն են, պետք է խորը քանդեք, արմատները հանեք և ձեր զատիկի ձուն ներկեք, սա էլ կանաչ իրա բույսը, մի երկու հատ այսպես այս կանաչ տորոնից քաղեմ, տանեմ տուն, որ տանն էլ ցույց տամ, ահա, սա էլ կանաչ տորոնը, թող մնա տոպրակի մեջ, սիրելի հետևորդներս, նորից եմ ասում, օգտվեք բնության բարիքներից, աշխատեք օգտագործել բնական գունաներկ ձեր զատիկի ձուն ներկելու համար, էլ մի հավաքեք սոխի կեղևներ կամ քիմիական գույներով ներկեք, ահա բնական կարմիրը, տորոնը, հրաշք բույս, Աստծո պարգև, բնության պարգև, անպայման փորձեք և արդյունքը կգոհացնի ձեզ, լավ մնացեք սիրելի հետևորդներս, բացվել է ճանապարհից հետաքրքիր ալիքավոր ջուրը հոսում է ներքև, ես ինչքան սիրուն է, էլ էստեղ ես ջրի ալիքները նայեք, մի տեղից բացվել է և չեն նկատել երևի այս ծառերը, երբ որ ջրում են, այս ծառերի ջուրն է բացվել, ճանապարհի երկու կողմերում բարդիներ են, ջրվում են և բացվել է այստեղից, ես էլ մտա, օպլա, անցա, այս հատվածից բացվել է ու դեպի ներքև է գնում, անպածա չգիտես ճիշտ արեցիր եկար, թե ոչ, բայց արդեն ժամը 6-ն է լինում, մնալն էլ էր վտանգավոր, գնանք տուն տան գործերով, քչքչալեն,
Հավեսին այս արվակի ջուրը երկու րոպե նստեմ այստեղ հենց այս ճանապարհը բարձրանում ենք նստում ենք այս հատվածում հողամասից երբ որ գալիս ենք այս ճանապարհը բարձրանում ենք նստում ենք այստեղ հանգստանում ենք շունչ ենք քաշում ու ուղևորվում ենք տուն այ ծիծեռնակների ձենը իսիշքուն են եկել ծիծեռնակները մի անգամից շատացել են եկել են Սիրելի հետևորդներ ջան, ես այժմ ձեզ ուզում եմ ցուցադրել, թե ինչպես տորոնի արմատներով ներկել ձուն զատիկի համար։ Ինչպես ներկել զատիկի ձվերը, որ ստանանք վառ կարմիր երանգ, բնական երանգ։ Սիրելի հետևորդներ, սրանք տորոնի արմատներն են։ Ես եմ փորել, հանել, սա բնական կարմիր ներկ է համարվում։ Տորոնի արմատներով ներկում ենք ձուն, զատիկի սեղանը էլ ավելի գեղեցկացնելու համար։ Սոխի կեղևով էլ ենք ներկում ձուն, բայց այն էֆեկտը չի տալիս։ Սրա գույնը, այդ վառ կարմիրը ավելի սիրուն է, գեղեցիկ է։ Ես չեմ ընդունում, որ ձվերը ներկում են դեղին, կապույտ, կանաչ, իսկականը խորհրդանիշը դա զատիկի խորհրդանիշը դա կարմիր երանգն է, այն էլ բնական գուն արմատով։ Թվում է, որ քչերդ գիտեք այս հրաշք բույսի մասին, ամենուր եք աճում է, ամեն մարզերում էլ աճում է։ Արմատները նաև օգտագործվում են որպես դեղամիջոց, պետք է նրանց հանել մարտ, ապրիլ ամիսներին 1 մետրից ավել տորոնի արմատները հողի մեջ մխրճվում են։ Ես միշտ իմ իմացած տեղից եմ անում, հողամասի մոտ էլ կար, բայց լավը չէին, իսկ իմ իմացած տեղից հանեցի, շատ ընտիր արմատներ են, ինչքան հանես կլինի։ Նաև ես Երևանում տեսել եմ, որ այսպես մի քանի ճյուղեր վերցրած, համարյա այսքան, դուք էլ տեսած կլինեք, մանավանդ զատիկի նախօրեին վաճառում են։ Այսքան մի փոքրիկ կապը երևի 300, 400, նույնիսկ 500 դրամ են, նույնիսկ 500 դրամ են վաճառում, ավելի լավ է սա, քան քիմիան։ Հիմա սրանք ես առաջնահերթ պետք է լվանամ, իհարկե այսքանը ես չեմ օգտագործելու սիրելի հետևորդներս եւ ձուն էլ շատ չեմ խաշի, այնքան որ դուք տեսնեք։ Սա լվանալու եմ մաքուր, ուղարկեմ մի քիչ չորանա, ուղարկեմ իմ հետևորդուհուն, Մասիս քաղաքում է ապրում, նա է խնդրել, ես էլ խնդրանքը չեմ մերժում։ Տանենք արմատները լվանալու։ Մոտիկից եմ ցուցադրում, տեսեք, ինքը տենց իրա երանգը երևում է գույնը, կարմրավուն, դեղնավուն, հողոտեն, մի հատ լավ լվանանք եւ ներկենք ձուն։ Այստեղ փակեմ, հողոտ է, սրանք կանաչ տորոններն են, մի քանի հատ պոկեցի, որ դուք մոտիկից տեսնեք, փշփշոտ է, արդեն կպնում են ձեռքերիս, սրանք է կանաչ տորոնը, երկարում է և փոքրիկ խաղողի ճութեր, ծաղկում է ու պտուղները նման են փոքրիկ խաղողի ճութերի, ավելի մոտիկից, փշփշոտ է, լսում եք ձայնը, կպչող հատկություն ունի, և սա լցնեմ այստեղ լվանը։
Տեսեք հողա ջուրը։ Հոսող ջրի տակ լավ լվանում ենք։ Հենց էլ հավեսին ճտալով կոտրվում են։ Այս փոքրիկ կտորները լցնեմ այստեղ, մեկը ներկելուց կոտրում եմ, որ պետք է լցնեմ։ Ջուրը թող գնա, որ այս մնացորդները հավաքեմ, որ չխցանում չառաջանա, չխցանվի ջուրը։ Փոքրիկ կացայի մեջ եմ խաշելու, ասեմ ես մեծ տենց առանձին կացա ունեմ, պահել եմ հատուկ այդ ձվերը ներկելու համար, որովհետև ինքը գույն է տալիս կացային, պետք է լավ մաքրես, շփես, իսկ ալյումինի կացան հարմար է, սիրելի հետևորդներս, 3-4 հատ ձու եմ ներկելու։ Երկու տարբերակով ենք ներկում, սիրելի հետևորդներս, ես հիմա ներկում եմ այս տարբերակով, բայց մյուս տարբերակի մասին էլ կասեմ, կներկեք։ Հիմա արմատները փոքր, այսպես կտրատում, լցնում եք կացայի մեջ։ Ահա։ Սրանք են կտրտված արմատներն են, որ միանգամից երկար չեն գալիս։ Ահա։ Ես այս տարբերակով երբեք չեմ ներկել, ուզում եմ փորձել գույնի այդ վառ լինելու պահը ստուգեմ։ Այսքան արմատ լցրեցի։ Ահա, սիրելի հետևորդներս, այս արմատները լցրեցի, 4 հատ ձու եմ խաշում։ Ձուն դրեցի եւ նորից տորոնի արմատներ։ Սա առաջի տարբերակն է։ Մի անգամից ձուն դնում եմ, ջուրը լցեմ ու եռացնեմ։ Երկրորդ տարբերակը, ես տորոնի արմատները եռացնում եմ, թողնում եմ ջուրը սառումա, նոր այդ ջրի մեջ դնում եմ ձու ու խաշում, շատ լավ վառ երանգ է ստանում։ Այս տարբերակով ես երբեք չեմ փորձել, միշտ եռացրել եմ, սառել է ջուրը։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է այս տարբերակն էլ, տեսնենք ինչ գունային փոփոխություններ կլինի։ Մի հատ այսպես կանենք, մի հատ էլ այնպես։ Եվ ասեմ, արմատները շատ եմ լցնում, չեմ ափսոսում։ Հիմա հարց կառաջանա ձեր մեջ, թե այսքան արմատ, որ հանեցիր, արդյոք այս բույսին վնաս չէ։ Վերացման եզրին չի կանգնեցնի այս բույսին, ոչ։ Մի փոքր այսպես արմատից տորոնը շատ արագ բազմանում է, սիրելի հետևորդներս։
մի փոքր արմատնել մնում է, բույսը արագ աճում է։ Ինչ հավեսին ճտճտալ են պոկվում է, հետաքրքիր չէ։ Ահա։ Եթե դուք մեկ անգամ ներկեք այս գունարմատով, ապա էլ երբեք գույների եւ սոխի կեղևի մասին չեք հիշի։ Ջուրն էլ ավելացնեմ։ Ջուրը լցնում եմ այնքան, որ նորմալ լինի։ Ոնց եմ ձուն խաշում։ Որ փակի։ Ինձ թվում է, որ այս ամանը փոքր է։ Եվ վերջ, միացրեցի, թող եռա։ Սա այն տարբերակն է, որ ես երբեք չեմ փորձել։ Միշտ ջուրը եռացրել եմ, գույն եմ ստացել ու նոր ձուն էփել եմ։ Բայց այսպես էլ կփորձենք։ Կարող ենք, եթե բաց երանգ լինի, այն ձևով էլ կարող եք ներկել, երկու երանգ եւ պարտադիր փակում ենք, այսպես։ Մի հատ բացենք եւ ստուգենք։ Տեսեք, սիրելի հետևորդներս, դեռ ձուն չի եռում, բայց իր գույնը արդեն տվել է։ Եռացնում ենք սովորականի պես, ոնց որ նախատեսված է, սովորական ձևով էփում ենք։ Նորից փակում եմ ու սպասում արդյունքներին։ Մի քիչ կամաց եմ անում։ Տեսեք, կափարիչը արդեն ներկվեց, այսպես գույն է ստանում կաթսա։ Նրա համար այն ձեր այլումինե կաթսաների մեջ ներկեք, որ հեշտ լինի շփելը, մաքրելը, փայլացնելը։ Սիրելի հետևորդները, սա նոր սկսեց եռալ։ Ջուրը տեսեք, ինչ կարմիր գույն է ստացել, բայց սրանից էլ մուգ է լինում, մքվելու է դեռ։ Իսկ ձուն չեմ ուզում հանել, թող ծածկվի ջրով, գունարմատներով եւ վերջնական արդյունքը մի քանի րոպեից կտեսնենք։ Ինձ էլ է հետաքրքիր այս տարբերակի կիրառումը։ Նորից փակում եմ։ Ոյ, թափվեց, տեսնում եք, հենց փակվում է, թափվում է։ Մի քիչ այսպես սրբեմ։ Ուզում է թափվել։ Կիսաբաց անեմ, չթափվի։ Էլի հետևորդներս ասեմ, որ տորոնի այս ջրով ներկում են կտորներ։ Փորձի համար ես մի թանզիվի կտոր կներկեմ, կտեսնեք ինչ հետաքրքիր երանգ է ստանալու այդ կտոր թանզիվը։ Թող եռա։ Վախենում եմ, հակեմ, բայց ինձ հետաքրքիր է։ Հիմա մի քիչ եռացել է, ուզում եմ ձուն տեսնել։ Տեսեք, դեռ չի եփել, բայց էլի եռալու տեղ ունի, չի եփել։ Այսպես կիսաբաց եմ արել, գդալն է դրեցի, որ ջուրը բարձրանա երեսը, այսպես փրփրի ու եռա, որ ամբողջ մակերեսը ծածկվի, ձվի որևէ հատված բաց չմնա։ Եթե փակում եմ, թափվում է ջուրը, որոշեցի այսպես գդալը դնել ու կափարիչն էլ բարձրից, թող եռա, մի քանի րոպեից կանջատեմ։ Մեզ մոտ անձրևը դադարեց, կիսաանպատ եղանակ է, մի հատ կարելի է պատշգամբ դուրս գալ, մինչև սա էփվի մի 2 րոպե էլ պատշգամբ դուրս գանք, դիտենք ու վերադառնանք։ Այստեղ միս եմ անել սառցախցիկից, դավարի միս է, աղամ տոլմա պատրաստեմ։ Սա էլ տեսեք գույնը ավելի մքացավ, բայց իմ կարծիքով մյուս տարբերակով ձու խաշելը ավելի լավ է, գույնը ավելի մուգ կստացվի։
Արդեն արևը մայր է մտնում, դուրս է եկել։ Եղանակը այնքան էլ ցուրտ չի, սիրելի հետևորդներս, բայց դե անձրև է գալիս, կտրվում է, բայց տաք եղանակ է։ Չէ լավ Լիլիթե, մտնենք խոհանոց, միասին ստուգենք, թե ինչ արդյունք է նկատվում։ Տոք, այ գթալը տաք է, գթալը տաք է։ Արմատները տանենք ենքում և ձուն հանենք, տեսեք ինչ լավ ներկվել է, լավ կարմիր ներկվել է, բայց սիրելի հետևորդներս, այս մյուս տարբերակով էլ կփորձեմ, ուզում եք հատ ձուն ներկեմ, բայց կփորձեմ, շատ լավ հավեսին երանգ է ստացվել, մյուսն էլ եմ հանում, նույնն էլ մյուսը։ Սիրելի հետևորդներս, բայց ես ձեզ մի խորհուրդ կտամ, որ ձուն դնեք եռա, գթալով չհանեք, չտեսնեք։ Սա ես անում եմ, որ դուք տեսնեք, թե մի քանի րոպեում ինչ արագ է ներկվում ձուն։ Դրա համար եմ բացում փակում, թե չէ դնում եք ու ձեռք չեք տալի, հաշվում եք ժամանակը 10 րոպե եք հաշվում, 15 րոպե ու անջատում եք։ Ես դա անում եմ ձեզ ցուցադրելու համար։ Սիրելի հետևորդներս, արդեն բավական է, որ եռա, անջատում եմ, տեսեք ջուրը անմիջապես հետնահանջեց, տաքա գթալը տաքա ու ես ձուն հանում եմ, լավ ներկվել է, բայց այն մյուս տարբերակով ավելի լավ է ներկվելու։ Մի հատ ես հիմա այս ձվիկները հանեմ, այստեղ դնեմ, կլվանամ, էլի վատ չի, այս թվում է գույնը հավանեցիք, լավ գույն է ստացվել, սոխի կեղևներով հաստատ նման երանգ չենք ստանա։ Ոյ, ես մի ձուն մի քիչ ճաքել է։ Այս ջուրը կսառի և նորից ձուկ կդնեմ մեջը ու կեռացնեմ, այս մյուս տարբերակով ավելի մուգ է լինում, բայց տաք վիճակում ձուն չենք կարող դնել մեջը, կճաքի, պետք է անպայման թողենք, որ սառի։ Եվ տեսեք ինչ լավ գույն ստացվեց, սիրելի հետևորդներս, այս մի ձուն մի փոքր ճաքել է, մի հատ լվանանք վրայի այդ սև արմատի մնացորդները մաքրվի ու գեղեցիկ դասավորեմ այս ամանի մեջ։ Ահա, լվանամ ու գամ։ Բացի և բերեցի, սիրելի հետևորդներս, եթե մուգ եք ուզում, կներկեք, ձուն կներկեք մյուս տարբերակով, արմատները նախապես կեռացնեք, ջուրը թող սառի, հետո ձուն կլցնեք մեջը ու կներկեք։ Այստեղ էլ ես ուզում եմ մի փոքրիկ դիզայն տալ, սա տորոնն է, մոտիկից նորից ցույց եմ տալիս, տեսեք, ինքը այս ոնց որ թե իր տերևները աստղի պես լինեն, 6 հատ թերթիկ է լինում, 4 հատ, 6 հատ, աստղի նման է։ Եվ գեղեցիկ այսպես տորոնները կդնենք, ձևավորենք, կանաչը թող լինի, ահա, և ձուն։
տորոնի ճյուղերով էլ գեղեցիկ ձևավորեցինք, այսպես անենք, որ ձուն երևա իր գեղեցկությունը։ Սիրելի հետևորդներս, եթե հավանեցիք, դուք էլ այս տարբերակով ներկեք, բնական գունաներկ է։ Մոտիկից էլ ցույց եմ տալիս, սա կանաչ տորոնն է, կանաչ ժամանակ, որ տեսնեք, իսկ սա տորոնի արմատներն են։ Տորոնի արմատներով մենք ստացանք այս հրաշք գույնը, այս գեղեցիկ գույնը։ Տեսնում եք, չէ, ինչ գեղեցիկ երանգ ստացվեց։ Շատ գեղեցիկ, բնական, առանց քիմիական հավելումների։ Կարծում եմ բոլորի դուրն էլ եկավ, սիրելի հետևորդներս, դուք էլ փորձեք այս տարբերակով, տորոնը ամենուրեք հաճում է։ Ես այս կանաչ տորոնով զարդարեցի, որ դուք տեսնեք, ճանաչեք։ Եթե ուզում եք ավելի մուգ ստացվի գույնը, ապա եռացնում եք նախապես արմատները, ջուրը թողում եք սառի ու նոր ձուն տեղադրում եք մեջը ու եռացնում։ Տեսեք, կացան ինքը գույն տվեց, դրա համար ալյումինը կացա, վերցրեք, որ հեշտ լինի մաքրելը։ Դե ասեք, որ վատ գույն է, ոչ, ես չեմ սիրում հեն կապուտ, դեղին, կանաչ երանգները, իսկական զատիկի ձուն պետք է այս գույն լինի, կարմիր։ Մերի հլարի տես սիրուն ա եղե։ Բնության հրաշք բույսով, բնության պարգևով։ Սիրուն ա։ Եթե մուգ ուզեն ավելի մյուս տարբերակով։ Սիրուն ա, չէ։ Էսա լավաշը բերենք, կռվածնենք, թե չէ, չենք կռված, չենք խփի, չենք հարվածի, որովհետև դա զատիկին կանենք, բայց մենք կվայելենք այս ձուն։ Միայն լավաշը ներմուծելուց հետո, միայն լավաշ գնելուց հետո, լավաշ չկա տանը, Լիլիթին ուղարկեմ լավաշ բերի, նոր ուտենք։ Ոյ։ Սիրելի հետևորդներս, սա հիմա դնենք սեղանին, արդեն նախապատրաստվենք, որ Լիլիթն էլ լավաշը բերի ու ուտենք։ Ահա, թարխուն և դաղցել բերեցի։ Շատ սիրուն գույն ստացվեց, սիրելի հետևորդներս, շատ սիրուն է, իմ դուրը եկավ։ Կարելի է այս գույն էլ ներկել և մուգ էլ մի քիչ ստանալ։ Եթե ուզում եք ավելի բաց լինի, վարդագույն, ապա տորոնի արմատները քիչ լցրեք, վարդագույն կստանաք։ Կարելի է 3 երանգի ստանալ, 3 երանգ։ Վերցնում ենք մի քիչ ջուր։ Եթե մուգ եք ուզում, որ ստացվի, կարող եք խիտ անել այս թուրմը։ Հանձիվ է, ընկղմում մենք, ահա։ Իրան ստանում ենք ծիրանագույն երանգը։ Ծիրանագույն երանգ ենք ստանում։ Ահա, մի փոքր թող մնա, ծիրանագույն երանգն ենք ստանալու, գազարագույն, ծիրանագույն։ Տորունի այս արմատների ջուրը օգտագործում են բուժիչ նպատակով, խմում են միզուղիների բորբոքվածության համար։ Մեր գունեղ բնական գունաներկը չորանում է ու այս երանգը ինքը պահպանում է, սիրելի հետևորդներս։ Լիլիթս էլ լավաշը բերեց, բայց դե սա էլ իրենց գազավորված ըմպելիքը, բայց կտրատած տարբերակը չկար, 7-ն է, այսօր 8-ն է։ Լիլիթ, ամսի 8-ի չկար։ Մի հատ բանը բեր, մկրատը բեր, լավաշն է կտրեմ։
երկու հատը թող առանց կտրել մնա, մեկը տեսար մի բան սարքեցինք։ Արի մարալները, եկեք, ես այսպես ափսեները բերեք, սիրելի հետևորդներս, նստենք մեր ձուն ուտենք, թե դուք հավանեցիք այս ձուն ներկելու տարբերակը, ապա դուք էլ հավաքեք արմատներ, ներկեք, պատրաստեք և բոլորիդ ասում եմ առողջություն, հաջողություն, սիրելի հետևորդներս, ես էլ ձգտում եմ ձեզ օգտակար լինել, ցուցադրել օգտակարը, դուք էլ սովորեք, թե ինչքան առատաձեռն է մեր բնությունը մեզ ինչեր է տալիս, որոնց մասին քչերը գիտեն։